Նախ շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար։ Բարև հայրենակից։ Մահը ՔՊ անունն առած սավառնում է Հայաստանի երկնքում, հայոց երկնակամարում, անընդհատ մահվան ձայն, անընդհատ վթար, անընդհատ զոհեր։ Սրանք ոչ մեկը պատահական չեն, ժողովուրդ, քանի այս թուրքական յաթաղանը ՔՊ անունով մեր գլխին ճոճվում է, մահը մեզնից ձեռք չի քաշելու, հասկացիր ժողովուրդ։ Ես ՔՊ-ն տանել չեմ կարող, ինչ ճիշտն է ճիշտ է, որտև այս տարիների ընթացքում արդեն 9-րդ տարին ենք մտել, ես դրանց մեջ մարդկային ոչ մի կերպար չտեսա, մարդկային են էլ հայի ոգի հոգի չտեսա, դե եթե հայի կերպարանք ունենան, ես ի նկատի ունեմ ոչ թե արտաքին էֆեկտները, այլ ընդհանուր հայի կերպարը։ Եթե սրանց մեջ հայկականություն լիներ, այսքան զուլում մեր գլխին չեր գա։ Մեր ժողովուրդը մեկ էլ Սուլթան Համիդին է զուլում անունը տվել, ասում են Արյունոտ Սուլթան կամ Զուլում Սուլթան։ Հիմա Արյունոտ թուրքի լամուկ կամ Զուլում թուրքի լամուկ։ Ես մտածում եմ, թե շրթունքներս կարող են կպչել, եթե ես հանկարծ սրա ազգանունով դիմեմ։ Նա այդ բոլորին արժանի չէ։ Հիմա այդ ՔՊ-ից կարկառուն դեմքերից մեկը, որ լավ բանսարկու է, լավ զրպարտել գիտե, դա Կոնջորյան Հայկ էնել անունով։ Գետինը մտնես, ափսոս չէ այդ անունը, որ դրել են քեզ վրա։ Ծնողներդ երբ քո ծնվելիս Հայկ են կոչել, երևի թե խեղճ մարդիկ մտածում էին, որ իրենց օջախում պիտի զարկանա, հասունանա, տղամարդ դառնա հայկազուն մեկը։ Չգիտեին երևի, որ պիտի դառնա ընդամենը ՔՊ-ի ոտնաքաշ։ Կոնջորյան, դու տեղյակ չես եղել քո եղբոր անցուդարձից, նրա անելիքներից։ Էս ինչ եք դարձել, այ բորենիներ, ձեզ ափսոս է շուն անվանելը, որտեղ շունը հավատարիմ կենդանի է, ինչ որտեղ խելացի կենդանի է, այ բորենիներ, այ դիակ կրծող բորենիներ, դուք նույնիսկ այնքան այլանդակ դուրս եկաք ձեր ամբողջ ՔՊ-ով, որ ձեր նախարարը մեր զոհված զինվորների աճումները տարիներով պահեցին նկուղներում, սառնարաններում, կարտոֆիլների պարկերի մեջ ու ոչ մեկը դրա համար ոչ ամաչեցիք, ոչ պատասխան տվեցիք։ Ես այսուհետև ամեն մի անգամ հիշեցնելու եմ ժողովուրդ քեզ, որովհետև դու շատ շուտ ես մոռանում բոլոր անցուդարձերը։ Չպիտի մոռանալ, չի կարելի։ Կոնջորյան, դու եղբորդ հետ համահունչ, համահավասար պիտի պատասխան տաս, որովհետև անհնարին է նույն ընտանիքում, նույն կուսակցության անդամներ, իրար եք բսկտում, իրար եք հոշոտում, ինչի համար, փողի, այ մամոնայի ստրուկներ, այ անգրագետ հիմարներ, դուք որ չափսոսեցիք Արցախը, դուք որ չեք ափսոսում մեր դրախտավայր Հայաստանը, ինչու պիտի ափսոսակ, ինչ որ ՔՊ-ականների։ Այդ ծեծուջարդ տվողը նույնպես ձեզնից է, ձեզ նման բորենի, չեք կարողացել կիսել ավարը։ Դուք եկել եք իբր պայքարելու կոռուպցիայի դեմ, կաշառակերության դեմ, ավել պակաս
ապազգային երևույթների դեմ, դուք մեր ազգը ապականեցիք ձեր գոյությամբ, ապականեցիք մեր լույս հայրենիքի օդն ու ջուրը, դուք պակասեցրել եք մեր կյանքի միջին տևողությունը, որովհետև ձեզ նման ղեկավար ունենալը նշանակում է օրվա մեջ 24 ժամ լինել ներվային ստրեսների մեջ, իսկ դա իհարկե կյանքը կարճացնում է, հաստատ։ Կոնջորյան, քթիցդ կգա քո և քո եղբոր։ Հիմա ուզում եմ խոսքը վերաբերել են ղրերի կատվին։ Էդ ինչ մի համես կերպարանք է ստացել։ Դու չես ղրերի կատու խոսում, որ բռնությունների, թե Նիկոլը տղամարդ է դարձել ու հանկարծ համարձակվում է քեզ վրա ձայն բարձրացնել, այդ որ բռնության մասին ես խոսում, այդ դատախազ հավ, բայց եթե ղրերի կատվի բողոքն էլ դու չես լսում ու վարույթ չես նախաձեռնում, էլ ինչի համար ես փող ստանում, նախաձեռնել է, հա, դե որովհետև ղրերի կատուն է հեղինակը, իհարկե կնախաձեռնի, այդ խո որդեկորույս մայրերը չեն, այդ խո ամուսիններից զրկված կանայք չեն, որ ոչինչ չձեռնարկի, դրանք այն կանայք չեն, որոնց զավակները եռաբլուրում հանգչում են, իսկ մայրերին մեր շուն ու շանգալ ոստիկանները քարշ էին տալիս ոտքերից ու ձեռքերից բռնած, թքեմ ես ձեզ ձեր երեսին, ձեզ ոստիկան անվանողի երեսին, ձեր ղեկավարի հետ միասին, են ժամանակ ով էր սրանից առաջ են տղամարդեր է իբր մոռացել եմ, անուննել եմ մոռացել, լավ, կարևորել չի։ Հիմա ղրերի կատու, դու մեր երկրի երկրորդ կողն ես, առաջինը քո կողակիցն է, երբ եթերում ես լսում եմ, ասում են ամուսինը, կինը, ընտանիքը, ես խանգարվում եմ հաստատ, դուք եթերում հայտարարում եք, որ գրանցված չեք, որ ամուսիններ չեք, ամուսնության և ընտանեկան օրենսգրքում այնտեղ կան համապատասխան հոդվածներ, ումը կարելի է անվանել ամուսին, ումը կին և ովքեր են ընտանիք կազմում։ Դուք ոչ մեկն եք, ոչ մյուսը, ինչու եք ժողովուրդ, քաղաքագետներ, լրագրողներ, բոլորիդ եմ դիմում, ինչու եք խախտում օրենքը, ինչ ամուսին, ինչ կին, նրանք պարզապես երևի կողակից են, մեկը մյուսի էքն է կամ արուն, սահմանադրությունը չի խանգարում իմիջայլոց, դուք չեք խախտում սահմանադրությունը, մանավանդ, որ դուք Եվրոպայի կողմնակից եք, իսկ այնտեղ ամեն ինչ կարելի է, ինչ որ հակամարտկային է և մանավանդ հակաքրիստոնեական։ Դու երկրորդ գողն ես, քո կողակցից հետո, առաջինը վարչապետի աթոռին է վերընկած, գողանում ու գողանում է, թալանում ու թալանում է, այսպիսի թալան մեր երկրում չի եղել երբևէ, իսկ դու դեր ամենավերջին թալան, ամենաթարմ թալան է, երբ ջահանդանվեցիր գնացիր Նյու Յորք, որպես ինչ, ձևակերպված էիր որպես վարչապետի տիկին, իբր վարչապետ ունենք մի հատ էլ տիկին, գրողի ծոցը գնանք երկուսով միասին։ Ես միշտ ասել եմ, այն հորթեկինը երևի ամաչելուց ոչ մի անգամ չերևաց ոչ եթերում, ոչ փողոցներում, ոչ որևէ տեղ, երևի ամաչում էր հորթ ամուսնու համար։
քեզ ձևացնում ես առաջին տիկին, չէ, դու ղրերուն առաջինն ես, իմիջայլուց այնտեղ ոչ ոք չի կարող քեզ հետ մրցել, հանգիստ այդ կոչումդ վայելիր, ինչքան ուզում ես, բայց մեր բյուջեից, մեր երկրից հեռու մնա, քո թունավոր շունչը, քո կեղտոտ էությունը, քո քարշեկող էությունը մեր երկրից տար, խնդրում եմ, և Թուրքիայի առաջին տիկինն է քեզ հետ մտերիմ, և Ադրբեջանի առաջին տիկինն է քեզ հետ մտերիմ, գնա նրանց հետ քարշ արի, էլի, ինչ գործ ունես մեր երկրի հետ։ Այսօր վարչապետի աթոռին զմռսված այդ թուրքի լամուկը լրագրողների հետ հարցազրույց է անցկացնում։ Մնացել էր, որ ՔՊ-ի վարչությունում քննարկեն, թե ԵԱՏՄ-ն կա, թե չկա, այ ողորմելի, ինչքան ես քարշ գալու դու Պուտինի հետևից, չես տեսնում, որ նույնիսկ չի շնորհավորում, որովհետև քեզ մարդու տեղ չի դնում, հետո էլ ասում ես, եթե ես չեմ, բա ում հետ էր խոսում, բա դու էլ է, գալիս է պահ, որ ասում ես, եթե ես չեմ վարչապետը, բա ով է, դու վարչապետ չես, դու վարչապետի աթոռին զմռսված սոսինձ ես, ուրիշ ոչ մի բան չես, դու ախտեղություն ես, որովհետև քեզ նմանը չի կարող համարվել վարչապետ, մարդ չես, դու անձ ես ընդամենը, ուրիշ անգամ ասել եմ, որը չի հասկանում, թե իրեն ինչ բախտեր վիճակվել, բազմել, փառահեղ հայկական պետության վարչապետի աթոռին, դա քո երազանքն է եղել, չէ, իշխանության հասնել, հասար տխմար մասսայի ծափողջունների տակ, տխմար չհասկացող մասսայի ծափողջունների տակ դու դարձել ես այդ աթոռի տիրակալ, բայց դու արժանի չես այդ աթոռին, էդ իմացիր, այնպես, որ ամեն ինչ ունի սկիզբ, կունենա նաև վերջ, ու մի օր դու այդ աթոռից կզրկվես, ու տա Աստված, որ գետինը մտնես ուղղակի։ Սասուն Միքայելյան, այ անգրագետ, երբ ես սրան ընդհանրապես հիշում եմ, անմիջապես անգրագետ բառն է գալիս իմ ուղեղում, այ անգրագետ, այդքան քեզ գնահատում ես, որ քո կալիբրի մարդը, չընտրվեց, քեզ նման մեկ էլի պիտի ընտրված լինի, ես չգիտեմ ով է թեկնածու ընտրվել, բայց որ քո ախորժակն այդքան բարձր էր, դա էլ ինձ համար է շատ զարմանալի, ախր, գոնե մայրենի լեզվով խոսել իմանաս, ախր գոնե մարդավարի շփում ունենաս, ախր գոնե մարդու արտաքին տվյալների մասին չի կարելի ընդհանրապես դատողություն անել, որտեղ դրա համար բնությունն է, մեղավոր կամ անմեղ, բայց որ մարդու ներքինը այդքան բիրտ, վայրենի ու գրեհիկ է, նա ընդհանրապես պիտի այդ ազգային ժողով մուտք գործած չլիներ, դու գործել ես, մուտք ես գործել, որտեղ Նիկոլը քեզնից ոչինչով լավը չի, այդքան բան, բայց ես չգիտեմ ով է ընտրվել, ներողություն Մարիամ ջան, կարող ես հիշեցնել ով է ընտրվել թեկնածու, հա, 7 ամսվա մեջ, 26 թվականի առաջին 7 ամիսների մեջ, արդեն 8 ինքնասպանության դեպք է գրանցվել բանակում, հիմա 8 անգամ պաշտպանության նախարարը պիտի հրաժարական տված լիներ, գետինը մտնես, այ անկուշտ ագա,
8 անգամ պիտի դու արդեն հրաժարական տված լինեիր, այ գող, այս սրիկասին լքոր, մայրերը, հայրերը, իրենց զավակներին մեծացնում են, տալիս են հայրենիքին ոչ թե կեզ, այ ոտնաքարշ, այ մանկուրտ, դու մանկուրտ ես, որովհետև դու չգիտես ինչ ճանապարհ է անցել հայոց ազգը, Հայաստանը, դու չգիտես, դրա համար նրա զավակները քեզ համար եղած չեղած մի հաշիվ են, ինչ անենք, նախ ես բոլորովին չեմ հավատում ինքնասպանության հարցին, չեմ հավատում, կամ թուրքերն են խփում, թուրքերի խաթրին չկպնելու համար անունը դնում եք ինքնասպանություն, կամ էլ բանակը այն աստիճանի է բարձի թողի վիճակում գտնվում, որ այնտեղ էլ զինվորներն են իրար միսուտում դուրս է գալիս, որովհետև այսօրվա հայոց բանակում որևէ դասյարակչական, հայրենասիրական, դասյարակչական աշխատանք չի կատարվում, ես չեմ լսել որևէ երգիչ, ասմունքող, որևէ պիես տանեն այս 8 տարվա մեջ զորամասերը, զբաղեցնեն զինվորներին, դասյարակեն հայրենասիրություն, դասյարակեն ազգասիրություն, քրիստոնեական արժեքներ, սրանք դպրոցներից են թուրքի նման հանել, հայրենասիրության վերաբերյալ թեմաներով անկյունները, էլուր մնաց բանակում, թե ձեզ ձեռ է տալիս հայ տղային սպանի, որպեսզի երկիրը պաշտպանող չմնա, էս ինչ եք անում, այդ թուրքի ծնունդներ, երբեք է դուք սատկեք վերանաք, այս երկիրը ազատագրվի, այսպես չի կարելի ժողովուրդ, դու պիտի մտածես քո մասին, ներողություն, դու պիտի մտածես մաքուր պահելու այն հողը, որի վրա ոտք ես դնում, մաքուր պահելու այն օդն ու ջուրը, որը շնչում ես և խմում, հացդ մի հարամի, հայ ժողովուրդ, այսպես երկար չի կարող շարունակվել, հիշիր, առաջին իսկ ընդդիմության կանչի ժամանակ բոլորս մի մարդու նման պարտավոր ենք հայտնվել փողոցում, որտեղ մեր երկիրը փրկել է պետք, փրկել, ազատագրել է հարկավոր։ Այս կառավարությունը դարձել է ուտող, խմող, քեֆչի հասան։ Ֆեստիվալներ, չգիտեմ, գինու տոն, մենակ գազարի տոն չեն անցկացրել մինչև հիմա, կարծեմ, էլ բան չմնաց, որի տոն չանցկացնեն, դեր ինչքան էլ դիմաց կա, հոկտեմբերը դիմացն է, այսքան բյուջեն թալանել, ով չի հասկանում, որ այս բոլորը պատրվակներ են, որպեսի բյուջեից գումարներ, պարզապես աստղաբաշխական գումարներ դուրս գրվեն, իսկ ում գրպանն է գնում, ՔՊ-ի, իսկ եթե ՔՊ-ի առաջին դեմքը չզղկտվի, ինքը թույլ չի տա, որ ուրիշ որևէ մեկը մեկ լումած զղկտվի, սա, գիտեք ինչ է, սա աքսիոմա է, սա թյորեմա չի, որը ապացույց պահանջի, սա աքսիոմա է, եթե առաջին դեմքը ինքը չի զղկտվում, ուրիշներին չի թույլ տա բնականաբար։ Հիմա էլ պիտի հեծանիվ քշեք, դու էլ ես գնալու այ ճարպակալած հիմար, իդեմս Պապիկյանի էլով կա, զինվորականներից, փորը մի մետր իրենից հեռացած, ոստիկաններից, սրբազան պայքարի ժամանակ Տավուշում
հերթով կանգնած իրար մի շարքի մի գծի վրա կանգնած ոստիկաններ կային։ Ինչ որ մի շատ սրամիտ մարդ գրել էր հղի ոստիկաններ։ Ոստիկանները բոլորը փորերը հասել է չգիտեմ ուր, հարևանի բակ, որովհետև անգործ են, որովհետև ոստիկանը որ աշխատի, թմրամոլություն այսպես չի հնձի մեր երիտասարդներին, խաղամոլությունը չի կործանի մեր երիտասարդներին։ Երեքչի առաջի օրներ կարծեմ, էլի Գևյան կամրջի տակ երիտասարդի դեր հայտնաբերվել։ Այս բոլորը մեր զավակներն են ախր։ Ուր եք ոստիկաններ, ինչով եք զբաղված, գրողու ցավ լինի ձեր կերածը, որ դուք այս երկրին չեք վերաբերվում ինչպես գանձի։ Ամեն մեկը իր երկրին, իր հայրենիքին պետք է վերաբերվի որդիաբար։ Մենք մեր ծնողներին շպրտում ենք մի կողմ, հա? Չենք շպրտում, իհարկե խոսքը նամուս ունեցող, պատվի զգացում ունեցող մարդկանց է վերաբերում։ Եվ մի երկու խոսք ես ուզում եմ Արամ Նախիջկարյանի մասին ասել, չեմ կարող անտեսել այդ հանգամանքը, որտեղ այս ՀՅԴ անդամը նաև Հայաստան դաշինքի պատգամավորության թեկնածու է։ Ես բազմիցս ասել եմ, անկախ այս 130-ամյա կուսակցության բոլոր բացթողումներից և սխալներից նաև ժողովուրդ մի մոռացեք, որ այս երկիրը, որը մենք ունենք, դա Բաշապարանի և Սարդարապատի ճակատամարտերի դերևս անթաղ դիակների վրա այս կուսակցության ստեղծած երկիրն էր, որը մեզ բաժին է հասել։ Այնպես որ հերիք է զազրախոսեք դաշնակցական կուսակցության մասին, ես մանավանդ չեմ կարողանում, երբ որ դաշնակ-մաշնակ են ասում, գետինը մտնեն այդպես արտահայտվողները։ Դա նշանակում է, որ նրանք իրենց երկրի պատմությունից գաղափար անգամ չունեն։ Այսպես չի կարելի ժողովուրդ։ Դու պիտի կանգնես քո երկրին տեր, դու պիտի պաշտպանես ինքդ քեզ, եւ այդ ժամանակ դու կունենաս եւ դաշնակից, եւ զորակից։ Ես եմ շնորհակալ։